Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդևի հետ խոսել է ԵԱՏՄ մի քանի գործընկեր երկրների ապակառուցողական պահվածքի մասին։ Я не знаю, этим они насколько помогли. Ես չգիտեմ, դրանով նրանք որքանով օգնեցին Ադրբեջանին, բայց որ հաստատապես գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը միանշանակ է։ Ադրբեջանական ագրեսիայի եւ Արցախյան խնդրի կարգավորման մասին նախագահ Սարգսյանն ընդգրկուն հարցազրույց է տվել գերմանական Deutsche Welle-ին։ Այդ մասին մենք ահազանգել ենք միջազգային հանրությանը եւ առաջարկել ենք, որպեսզի շփման գծում հետաքննության մեխանիզմներ տրվի։ Կրակի դադարեցման խիստ ռեժիմի 5 ժամ, ինչպես անցան որոնողական աշխատանքները եւ որքան կմնան համանախագահները տարածաշրջանում, ուղիղ միացում Ստեփանակերտ։ Ռուսաստանի նախագահը Մոսկվայում հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում նաեւ Արցախյան հիմնախնդիրներ։ Ռուսաստանի վարչապետը Բաքվում հույս է հայտնել, որ հաստատված խաղաղությունը կլինի երկարատև։ Ես ինքս ժամանակին դրա վրա մեծ ջանքեր եմ գործադրել, կցանկանայի, որ այդ ջանքերը հոդս չծնդեին։ Միջազգային փորձագետներն ու քաղաքական գործիչները համոզված են Ղարաբաղյան կարգավորման լուծումն անհնար է առանց Արցախի մասնակցության։ Պետք է վերջ դնենք այս հարցին եւ ճանաչենք Լեռնային Ղարաբաղը։ Զինվորներն իրենց խնդիրը կատարեցին, հերթը դիվանագետներինն է, Կարեն Բեքարյանն արձանագրում է ադրբեջանական պարտությունը։ Ես սա ուրեմն առանց վարանելու կանվանեի Ադրբեջան պետության կրախը։ Ադրբեջանն իրադրությունը սրում է նաև Հայաստանի սահմանին, գիշերը գնդակոծվել է 3 գյուղ, ռեպորտաժ Տավուշի սահմանապահ դիրքերից։ Իջևանից դեպի Շամշադին տանող շրջանցող ճանապարհի ողջ երկայնքով պատրաստված են նման պաշտպանիչ շպատ, որպեսզի ադրբեջանական դիպուկահարները չկարողանան խոցել տարածքով անցնող հայ խաղաղ բնակիչներին։ Նոր տեղեկություններ հիվանդանոցներում ապաքինվող վիրավորների մասին, որոնք շտապում են օր առաջ վերադառնալ շարք։ Որտեղ եք կապում։ Մոտեցողություն վերականգնելու Հայ փորձագետներն ու իրավապաշտպաններն անհրաժեշտ են համարում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար։ Դպրոցի վրա այդ նշան բռնելը Եվ Հենրիխ Մխիթարյանի ակցիան ի պաշտպանություն արցախցիների։ Բարև ձեզ, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է, բարև ձեզ։ Նախ Հայաստանի նախագահի ծանր զրույցը Ռուսաստանի վարչապետի հետ հինգշաբթի կեսգիշերին մոտ կայացած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը մի քանի կարևոր դիտարկում է արել Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի պահվածքի վերաբերյալ։ Բաքուն ռուսական զենք է հանել հայ երեխաների եւ ծերերի դեմ, Մեդվեդևին ասել է Հայաստանի նախագահը։ Պետության ղեկավարը շեշտել է Հայաստանում մեծ արձագանք է ստացել փաստը, որ ադրբեջանական կողմը կիրառել է Ռուսաստանից ձեռք բերած զինատեսակներ։ Նախագահը ցավով է նշել, որ ԵԱՏՄ մի քանի գործընկերներ հրաժարվեցին գալ Երևան նախապես ծրագրված միջոցառմանը մասնակցելու եւ դա ըստ նախագահի մեծ հարված հասցրեց ԵԱՏՄ հեղինակությանը։ Уважаемый Дмитрий Анатольевич, рад приветствовать вас в Ереване. Հարգելի Դմիտրի Անատոլի, ուրախ եմ ձեզ ողջունել Երևանում։ Ձեր պաշտոնական այցը շատ լավ հնարավորություն է քննարկելու մեր երկկողմ քաղաքականության օրակարգի հարցերի լայն շրջանակը։ Ցավոք ձեր այցը կայանում է բարդ ժամանակաշրջանում։ Ադրբեջանը հերթական անգամ փորձեց լուծել Ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով։ Ձեռնարկվեց լայնամասշտաբ օպերացիա Ադրբեջանի զինանոցում եղած սպառազինության ամբողջ սպեկտրի կիրառմամբ։ Ցավալի է, բայց այդ զենքը կիրառվել է նաև խաղաղ բնակչության նկատմամբ։ Զոհվել են երեխաներ, տարեց մարդիկ, սակայն շնորհիվ պաշտպանության բանակի զինվորների եւ հրամանատարների պրոֆեսիոնալ գործողությունների այդ փորձը կասեցվեց։ Վստահ եմ, գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որոնք ձեռք են բերել վերջին ժամանակաշրջանում Ռուսաստանից։ Դա հասկանալի է, քանի որ Հայաստանում ժողովրդական մակարդակով Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից եւ բարեկամ։ Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ մենք չենք բացառում հերթական սադրանքը, քանի որ եւ երեք եւ այսօր այդ սադրանքները շարունակվում են եւ
Եվ մենք իհարկե մեծ պատրանքներ չունենալով ակնկալում ենք Մինսկի խմբի համանախագահներից եւ մեր դաշնակիցներից հասցեական հայտարարություններ եւ որոշակի գործողություններ, որովհետեւ երկրորդ փորձը կարծում եմ կբերի լայնամասշտաբ օպերացիայի, քանի որ հենց սկզբից մենք որպես 1994 թվականի զինադադարի համաձայնագրի մասնակից երկիր չէինք կարող մի կողմ մնալ այդ ամենից։ Ցավում եմ, որ ԵԱՏՄ մասնակից երկրներից մեր որոշ գործընկերներ հրաժարվել են գալ Երևան նախորդ ծրագրված միջոցառմանը մասնակցելու նպատակով։ Ես չգիտեմ դրանով նրանք որքանով օգնեցին Ադրբեջանին, բայց որ հաստատապես գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը միանշանակ է։ Я не знаю этим они насколько помогли Азербайджану, но что точно подорвали авторитет нашей организации, это однозначно. Добро пожаловать, Михаил Ильич. Я обязательно переговорю с нашими партнерами, коллегами по Евразийскому союзу. Ես անպայման կխոսեմ մեր Եվրասիական միության գծով գործընկերների հետ, ինչ որտեղ երևի թե նրանց պահելաձևը եւ որոշումները կարելի է հասկանալ։ Բոլորը չէ, որ լավ տեղեկացված են ընթացիկ իրավիճակից, այն մասին, թե ինչ կարող է լինել, ինչ է լինելու։ Հիմա ամենակարևորն է չկորցնել տեմպը, չստեղծել ինչ որ արհեստական խնդիրներ։ Այդ պատճառով այսօր, երբ մենք քննարկում ենք ինտեգրացիոն համագործակցության ապագան, պայմանավորվեցինք, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում կփորձենք անցկացնել կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը Երևանում, ինչպես եւ պատրաստվում ենք, որովհետեւ անկեղծ ասած մենք քիչ եւ հազվադեպ ենք հանդիպում։ Մենք պայմանավորվել էինք դա անել 2 ամիսը մեկ, սակայն վերջին անգամ հանդիպել ենք կես տարի առաջ։ Այդ պատճառով ես կուզենայի այդ հաճախականությունը մեծացնել, առավել եւս երբ կա հիասթափություն, որ առաջացավ այստեղ ձեզ մոտ ամսի 8-ի հանդիպման տեղափոխման արդյունքում։ Ամեն դեպքում շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Մենք մեծ հետաքրքրությամբ այսօր անցկացրինք կառավարությունների գծով բանակցությունները։ Большим интересом провели переговоры сегодня по линии правительства. ԵԱՏՄ անդամ որոշ գործընկերների ապակառուցողական մոտեցման կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը մտահոգություն է հայտնել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը։ Միևնույն ժամանակ ըստ պաշտոնական հաղորդագրության Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի մոտեցումները չեն փոխվել եւ մեր երկիրը պատրաստ է շարունակել տնտեսական շահերից բխող միության զարգացման քայլերը։ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ երբեք չի ունեցել նույն դերակատարությունը, ինչ ունի Թուրքիան Ադրբեջանի հանդեպ։ Գերմանական Deutsche Welle-ի հարցազրույցում նկատել է նախագահ Սարգսյանը։ Նրա խոսքով Հայաստանը չունի հզոր հովանավորներ։ Ռուսաստանը ռազմավարական գործընկեր է ու Երևանը միշտ դեմ է արտահայտվել Ադրբեջանին ռուսական զենք վաճառելուն։ Պետության ղեկավարը անդրադարձել է նաև հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու հնարավորությանը։ Սերժ Սարգսյանն ասել է, որ հայկական կողմը երբեք դեմ չի արտահայտվել այդ գաղափարին, որը սակայն կարող է իրականանալ միայն հակամարտության ամբողջական ու վերջնական լուծման դեպքում։ Ոչ Ադրբեջանի ռազմական գործողություններն էին անսպասելի, ոչ էլ կրակի դադարեցումը նախագահ Սերժ Սարգսյանն այս մասին ասել է գերմանական Deutsche Welle-ին տված հարցազրույցի ժամանակ։ 3 տարի առաջ Ադրբեջանը հրաժարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած 3 հիմնարար սկզբունքներից 2-ից, պնդեց, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Հակահայկական ելույթներից, ռազմական հռետորաբանությունից ու ագրեսիայից բացի Ադրբեջանը մի քանի անգամ մեծացրեց ռազմական բյուջեն։ Այս առիթով Հայաստանն ահազանգել է համապատասխան կառույցների, արել է հնարավորը լարվածությունը թույլատնելու համար, ասել է նախագահը։ Այդ մասին մենք ահազանգել ենք միջազգային հանրությանը եւ առաջարկել ենք, որպեսզի շփման գծում հետաքննության մեխանիզմներ դրվի։ Այսինքն, որպեսզի ճշտվի, թե ով է հեղինակը միջադեպերի, ով է խախտում զինադադարի պայմանները։ Deutsche Welle-ի լրագրողը հետաքրքրվել է, թե ով հատկապես օգնեց հասնել կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնության։ Նախագահ Սարգսյանը պատմել է, որ Ռուսաստանի գլխավոր շտաբի պետը զանգահարել է հայկական զինված ուժերի գլխավոր շտաբի պետին եւ տեղեկացրել, որ ադրբեջանական կողմը համաձայն է այդ հարցով հայկական կողմի հետ հանդիպել Մոսկվայում։ Նախագահն ընդգծել է նաեւ համաշխարհային հանրության աջակցության տարբեր պետությունների ու կազմակերպությունների համապատասխան հայտարարությունների կարեւորությունն այս հարցում։ Ինքներդ եք ասում, որ Ռուսաստանը ձեր ռազմավարական դաշնակիցն է, հովանավորը, բայց միևնույն ժամանակ նա զենք է մատակարարում Ադրբեջանին։ Ես երբեք չեմ ասել, որ Ռուսաստանը մեր հովանավորն է։ Ընդհանրապես ես Երևանում հայտարարել եմ, որ մենք չունենք հզոր հովանավորներ։ Երբեք Ռուսաստանը մեր նկատմամբ նույն դերակատարությունը չի ունեցել, ինչպիսի դերակատարություն ունի եւ ունեցել է Թուրքիան Ադրբեջանի հանդեպ։
Երկրորդ, մենք մշտապես այո ու նաև հրապարակավ դեմ ենք արտահայտվել Ռուսաստանի կողմից զենքի վաճառքին Ադրբեջանին, բայց մշտապես եւ հայտարարել ենք եւ դա իրականություն է, որ Ռուսաստանը մեր ստրատեգիական գործընկերն է, մենք ռազմավարական դաշնակիցներ ենք, մենք ունենք ստորագրված պայմանագիր։ Լրագրողը հետաքրքրվել է նաև, թե ինչպես է վերաբերվում Հայաստանը հակամարտող կողմերի զինված զորամիավորումների միջև խաղաղարար ուժերի ներկայությանը, օրինակ ռուսական։ Մենք երբեք դեմ չենք դրան, բայց մենք համարում ենք, որ խնդիրը պետք է կարգավորվի համապարփակ։ Ընդհակառակը մենք համաձայնվել էինք ստորագրել այն փաստաթուղթը, որը ենթադրում էր կարգավորում, համապարփակ կարգավորում, եւ այդ փաստաթուղթը ենթադրում էր նաեւ խաղաղապահների տեղադրում շփման գծի ողջ երկայնքում։ Ադրբեջանցիներն են հրաժարվել դրանից։ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում Մինսկի խումբն օպտիմալ ձևաչափ է։ Դրա փոփոխությունը ոչինչ չի տա, հատկապես որ այնտեղ ներկայացված են երկրներ, մասնավորապես համանախագահողները, որոնք ունեն բավարար միջոցներ ու հնարավորություններ Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացման վրա ազդելու համար։ Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը, նախագահն ասել է, որ եթե Հայաստանը ճանաչեր Արցախի անկախությունը, դա կնշանակեր, որ հրաժարվում է բանակցություններից։ Մինչև հիմա Լեռնային Ղարաբաղի չճանաչումը փոխզիջում է Հայաստանի կողմից իրադրությունը չբարդացնելու համար։ Նելի Հարությունյան, ժամը լրատվական։ Այսպիսով նախագահ Սարգսյանը գերմանական լրատվամիջոցին տված հարցազրույցում շեշտեց, որ խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակում, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման համատեքստում։ Քաղաքագետների դիտարկմամբ հայկական կողմիայից դիպուկ դիրքորոշումը խառնում է Ադրբեջանի պլանները, հակառակորդը ձգտում է հասնել այդ տարածքում ռազմական բալանսի փոփոխության, որպեսզի խաղաղապահներ տեղակայվեն առանց Արցախի կարգավիճակը որոշելու։ Միայն այն, որ հարցազրույցում խոսվում է Մինսկի խմբի շրջանակներում խնդրի կարգավորմանը, վերջնական կարգավորմանը հասնելու մասին եւ հանուն դրա է, որ Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, թերևս խոսում է այն մասին, որ իսկապես խաղաղապահների տեղակայման հարց չի կարող քննարկվել փաթեթից դուրս։ Գաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմը փորձում է դա անել, ըստ որում փաթեթից հանելով նաեւ հայկական զինված ուժերի հանելու, հեռացնելու խնդիրը եւ չպետք է դա թույլ տրվի եւ ես կարծում եմ, որ թե պաշտոնական Երևանի եւ թե նաեւ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումները այս կտրվածքով անվրեպ են, վերին աստիճանի դիպուկ եւ ճիշտ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները այսօր Ստեփանակերտից ժամանել են Երևան, նրանք չեն շտապում ավարտել իրենց տարածաշրջանային առաքելությունը, հնարավոր է այստեղ մնան 2 շաբաթ։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն ասել է, որ այս առաքելությունը ժամանակային սահմանափակում չունի եւ համանախագահները կմնան այնքան, որքան անհրաժեշտ կլինի հակամարտության կարգավորման հետագա քայլերը որոշելու համար։ Ավելի ուշ Բեռլինում ԵԱՀԿ գործող նախագահ Գերմանիայի արտգործնախարարին նրանք կզեկուցեն իրադրության մասին։ Ադրբեջանի ագրեսիան ու հնարավոր զարգացումներն այսօր քննարկել են Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ու Մինսկի խմբի համանախագահները։ Սեյրան Օհանյանը նրանց ուշադրությունը հրավիրել է հայկական կողմի զինծառայողների եւ քաղաքացիական անձանց դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործություններին։ Նախարարը նշել է, որ հայկական կողմը խնդրի կարգավորումը տեսնում է բանակցությունների միջոցով ու որպես հակամարտության շուրջ ձևավորված զինված դիմակայության թուլացման նախապայման կարևորում հրադադարը իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրով ամրապնդել է։ Արցախյան առաջնագծում եւս 2 զինծառայող է զոհվել անցած գիշեր շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ եւ 60 մմ-անոց ականանետներ։ Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել Թալիշի ուղղությամբ, որտեղ զոհվել է պայմանագրային զինծառայող Հրաչ Սամվելի Մուրադյանը կամ վիրավորներ։ Առաջնագծի հյուսիսարևելյան հատվածում առայժմ չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել շարքային զինծառայող Գևորգ Մղդեսյանը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։ Ստեփանակերտում սկսում են Բաքվին միջազգային իրավական պատասխանատվության կանչելու նախաձեռնությունը, շտապօգնության մեքենայի վրա կրակոցներ, 12 տարեկան երեխայի սպանություն, խաղաղ բնակիչների վրա հարձակում։ Այս եւ մի շարք այլ արարքներով Ադրբեջանը խախտել է միջազգային կոնվենցիաներն ու նորմերը։
Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստվում են Ադրբեջանին պատասխանատվության կանգնեցնել իրավական հարթությունում։ Հայկական երկու հանրապետությունների ազգային ժողովների պետաիրավական հարցերի հանձնաժողովները Արցախում համատեղ նիստ են գումարել եւ կազմել անելիքների օրակարգը։ Ակնհայտ խաղաղ բնակչության դեմ ուղղված գործողություններ են եւ այն փաստը, որ այսօր շոշափվում է եւ կարծես թե նաեւ հաստատվում է, որ տարբեր ահաբեկչական խմբեր են այստեղ գործել, հատկապես եթե արարքների որակման առումով փորձում ենք նմանություն գտնել, դա տանում է դեպի իսլամական պետության, այսպես ասած արարքների, հատկապես այդ գլխատումը եւ այնուհետեւ ցուցադրելը, կարծում եմ այս այն փաստերն են, որ ժամանակակից 21-րդ դարի ժողովրդավար միջազգային հանրությունը պետք է այս փաստերին ավելի ֆունդամենտալ իրավական հարցության մեջ ծանոթանա եւ նաեւ իր ինչու՞ չէ քաղաքական գնահատականները հնչեցնի։ Ռուսաստանի նախագահը Մոսկվայում հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում նաև արցախյան հիմնախնդիրներ։ Ռուսաստանի վարչապետը Բաքվում հույս է հայտնել, որ հաստատված խաղաղությունը կլինի երկարատև։ Միջազգային փորձագետներն ու քաղաքական գործիչները համոզված են, Ղարաբաղյան կարգավորման լուծումն անհնար է առանց Արցախի մասնակցության։ Զինվորներն իրենց խնդիրը կատարեցին, հերթը դիվանագետներինն է, Կարեն Բեքարյանն արձանագրում է ադրբեջանական պարտությունը։ Ադրբեջանն իրադրությունը սրում է նաև Հայաստանի սահմանին։ Գիշերը գնդակոծվել է 3 գյուղ։ Ռեպորտաժ Տավուշի սահմանապահ դիրքերից։ Նոր տեղեկություններ հիվանդանոցներում ապաքինվող վիրավորների մասին, որոնք շտապում են օր առաջ վերադառնալ շարք։ Հայ փորձագետներն ու իրավապաշտպաններն անհրաժեշտ են համարում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար։ Եվ Հենրիխ Մխիթարյանի ակցիան ի պաշտպանություն արցախցիների։ Մենք շարունակում ենք պատմել Արցախում եւ Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին։ Եվ ծանոթանանք օրվա մյուս թեմաներին։ Ռուսաստանի նախագահ Պուտինը անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության թեման։ Կրեմլի ձևակերպմամբ այս օրերին ռուսական կողմի ձեռնարկած ջանքերի համատեքստում։ Հանդիպմանը մասնակցել են Դաշնային խորհրդի խոսնակը, Ռուսաստանի Պետդումայի նախագահը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը եւ անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլայ Պատրուշևը։ Հայաստանի արտգործնախարարը Ռուսաստանի մայրաքաղաքում հայտարարել է, որ ԱՊՀ-ն չի կարողանում կանխել այն բացասական երևույթները, որոնք կան մասնավորապես անվտանգության ոլորտում։ Նալբանդյանի խոսքով դրա վառ դրսևորումներից մեկը Ղարաբաղյան հիմնահարցն է։ ԱՊՀ արտգործնախարարների հավաքում նա կոչ է արել ընդունել ոչ թե ձևական, այլ իրավիճակին համարժեք որոշումներ։ Նալբանդյանը նշել է, որ համագործակցության ոչ բոլոր երկրներն են պատրաստ ընդունել, որ անդամների միջև վեճերն ու հիմնախնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Նախարարը շեշտել է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարը, որի կնքմանը մասնակից է եղել նաև ԱՊՀ-ն։ Բաքուն թիրախավորել է քաղաքացիական օբյեկտները եւ խաղաղ բնակիչներին։ Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին։ Իր ելույթում արտգործնախարարը նշել է, որ ԱՊՀ-ն ստանձնել է քաղաքական եւ հումանիտար պարտավորություններ, սակայն մեծ հաշվով չի կարողանում իրականացնել դրանք։ Չի հաջողվում կանխել բազմաթիվ հիմնարար հարցերում նաև անվտանգության ոլորտում եղած բացասական երևույթները։ Դրա վառ դրսևորումներից մեկը Ղարաբաղյան հիմնահարցն է։ Վերջին օրերի իրադարձությունները հանգեցրեցին մարդկային կորուստների եւ ճգնաժամի խորացման, հղի են երկարաժամկետ ապակայունացմամբ եւ կարող են նոր մարտահրավերներ դառնալ միջազգային մարդասիրական իրավունքի համար։ Նալբանդյանը շեշտել է, որ ԱՊՀ կանոնադրության մեջ ամրագրված է անդամ պետությունների միջև վեճերը եւ հակամարտությունները միմիայն խաղաղ ճանապարհով լուծելու դրույթը, որը գործնականում չի պահպանվում։ Այս իրադարձությունները տեղի ունեցան այն պատճառով, որ ԱՊՀ-ում ոչ բոլորն են գործադրում այս մոտեցումը։ Արցախի դեմ վերջին օրերին Բաքվի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողությունները խախտում են Ադրբեջանի իսկ ստորագրած հրադադարի 1994 թվականի եւ հրադադարի ամրապնդման 1995 թվականի եռակողմ անժամկետ համաձայնագրերը։ Խնդիրը միմիայն խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերը Ադրբեջանը ոտնահարեց։ Հայաստանի արտգործնախարարը կազմակերպության անդամներին կոչ արել գիտակցել պատասխանատվությունը եւ ԱՊՀ շրջանում ընդունել ոչ թե ձևական, այլ այնպիսի որոշումներ, որոնք բխում են անդամների իրական շահերից։ Վարդան Գալստյան, ժամը լրատվական։ Երևանից Բաքու մեկնած Մեդվեդևը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ եւ մտահոգություն հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի աննախադեպ սրման կապակցությամբ։ Ռուսաստանի վարչապետի խոսքով Մոսկվայի համար կարևոր են եւ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերությունները։ Նրա խոսքով Ռուսաստանը շահագրգիռ է, որ ռազմական հակամարտությունն այլևս չվերսկսվի։
Հույս ունեմ, որ հիմա հաստատված խաղաղությունը կլինի հարատև, իսկ կողմերը կկարողանան կարգավորման հարցերը քննարկել բանակցային սեղանի շուրջ։ Ես ինքս ժամանակին դրա վրա մեծ ջանքեր եմ գործադրել, կցանկանայի, որ այդ ջանքերը հոդս չծնդեին։ Ամեն դեպքում կարող եք չկասկածել, որ Ռուսաստանն անելու է իրենից կախված ամեն ինչ։ Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմից հետո աշխարհի տարբեր երկրների քաղաքական ու քաղաքագիտական շրջանակներում հաճախակիացել են հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին։ Արցախյան հակամարտության պատմությանը տեղյակ գործիչները առաջ են քաշում նաև բանակցություններին պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության հարցը ու կարևորում հրադադարի պահպանումը։ Ֆրանսիայի ազգային ժողովի և Սենատի ԵԱՀԿ-ին ուղղված կոչին միացել է Վալերի Բուայեն։ Պատգամավորը նշել է, որ պետք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը Ստեփանակերտն ընդգրկելով բանակցային գործընթաց։ Միջազգային հանրությունը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի հարցի հետաձգումը կնպաստի բանակցություններին և խաղաղության հաստատմանը։ Փորձը ցույց է տալիս, որ այդպես չէ, եւ որ դա միայն խրախուսում է ռազմատենչ Բաքվի եռանդը։ Պետք է վերջ դնենք այս հարցին եւ ճանաչենք Լեռնային Ղարաբաղը։ Հակամարտող կողմերը պետք է սկսեն ուղիղ բանակցություններ, նշել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։ Պաշտոնյան հիշեցրել է, որ 1990-ականներին, երբ լայնամասշտաբ պատերազմ էր, հաջողվեց պայմանավորվածություններ ձեռք բերել, որոնք թույլ տվեցին սկսել Մինսկյան գործընթացը, ստեղծելով շփման գծում հրադադարի պահպանման մեխանիզմներ։ Այժմ ամենակարևորը հրադադարի պահպանումն է եւ կողմերին համոզել է, որ պետք է բանակցություններ սկսել։ Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը չի կարող արբանյակային տվյալներով պարզել, թե որ կողմն է հրահրել սահմանային միջադեպերը։ Բանն այն է, որ արբանյակով չի կարող որոշվել, որտեղ ով առաջինը կրակ բացեց, որովհետև որպես կանոն առաջինը լինում է հրաձգային կրակը, ապա մյուս գործողությունները։ Ադրբեջանական լրատվամիջոցները փորձագետի խոսքն աղճատելով ներկայացրել էին, իբր նա ասել է, թե այս տարիներին ադրբեջանական բանակը հզորացել է եւ այժմ ավելի ուժեղ է, քան հայկականը։ Մինչդեռ փորձագետը նշել էր, որ հայկական բանակում բարոյական ոգին ավելի բարձր է, քան Ադրբեջանում։ Երկու կողմերն ունեն հավասարազոր ռազմական ներուժ, բայց դրանք ասիմետրիկ են։ Ադրբեջանի տանկերն են շատ, Հայաստանի հակաօդային պաշտպանության միջոցները, հակատանկային համակարգերը եւ հակատանկային կառավարվող հրթիռները։ Չնայած Բաքուն կտրականապես դեմ է Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններին, Ցիգանոկը նշում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է անի հնարավորը գործընթացում Լեռնային Ղարաբաղն ընդգրկելու համար։ Ըստ փորձագետի միակ ելքը հակամարտության նոր սառեցումն է նոր ժամկետներով։ Հայկուհի Ասատրյան, ժամը լրատվական։ Զինվորներն իրենց խնդիրը կատարեցին, հերթը դիվանագետներին է, ասում է Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Կարեն Բեքարյանը, որի համոզմամբ Արցախյան բանակը տապալել է Ադրբեջանի բլիցկրիգը։ Ըստ Բեքարյանի ԼՂՀ ճանաչման հարցը օրակարգում է լինելու սպասելով պատեհ պահի։ Նրա կարծիքով Արցախի անկախության ճանաչման ճանապարհին անհրաժեշտ է ևս մեկ միջանկյալ քայլ, որը Հայաստանի եւ Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության պայմանագիրն է։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Կարեն Բեքարյանը վերջին օրերի իրադարձությունները 1994 թվականից սկսած համարում է աննախադեպ։ Ըստ պատգամավորի, Ալիևի իշխանության ամբողջ ընթացքում ադրբեջանական քարոզչամեքենան սեփական ժողովրդին վստահեցրել է, որ կարող են ուժով հետ բերել Ղարաբաղը, սակայն Ադրբեջանի երազած բլիցկրիգը արդյունք չտվեց։ Ես սա ուրեմն առանց վարանելու կանվանեի 3 տարբեր ձևով։ Ադրբեջան պետության կրախը, Ալիևի կլանի կամ իշխանության կրախը առավելապես եւ իհարկե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հաղթանակը։ Բեքարյանի խոսքով Ադրբեջանը ղեկավարում է մի մարդ, որն առնչություն չունի Ղարաբաղյան պատերազմի հետ ու պատկերացում չունի ռազմական գործից։ Կա իրականության զգացողության կորուստ։ Մարդը երբ այդ ամեն ինչով անցած չէ, այդ ամեն ինչը այն շատ հեռու է, իրան երբ որ բերում են ստատիստիկա, մենք այսքան էլ գնեցինք զենք, մենք այսքան էլ գնեցինք զենք, մենք էս էլ ունենք, իրանք չունեն, մենք էս էլ ունենք, իրանք չունեն եւ այլը, որոշում է, որ փոքր ժամանակ չխաղացած մարդուկներով խաղը հիմա է պետք խաղալ։ Պատգամավորն ընդգծեց, որ շփման գծում տեղի ունեցած պատերազմական գործողությունները եւս մեկ անգամ աշխարհին ապացուցեցին, առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Պաշտպանության բանակի խնդիրը չի կարգավորվի։ Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերին, խորհրդարանականն ընդգծեց, որ այն պետք է ավելին լիներ, քան կողքից նայելը։ Եթե միջնորդները, որոնք ունեն որոշակի պարտավորություններ, կարան ուղակի կողքից նայողի եւ հայտարարություն անողի դերում լինեն,
ռազմական գործողությունների այս ընթացքի ու զարգացումների հանդեպ, սա ահագին բանախոսում նրանց միջնորդական հնարավորության եւ իմիջի մասին։ Կարեն Բեքարյանի ձևակերպմամբ այս պահին բանակն իր խնդիրը լուծել է, հերթը դիվանագիտությանն է։ Լիաննա Ներսիսյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։ Ադրբեջանը իրադրությունը սրում է նաև Հայաստանի սահմանին, անցած գիշեր հակառակորդը կրակել է Տավուշի և Գեղարքունիքի մարտական դիրքերի ու բնակավայրերի վրա։ Ականանետից և նռնականետից գնդակոծվել են Կարմիր, Թթուջուր և Բաղանիս գյուղերը, տուժածներ չկան։ Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ նորից եմ հիշեցնում, տուժածներ չկան։ Տավուշի սահմանի ամբողջ երկայնքով հայ դիրքապահներն այս օրերին ավելի մեծ հսկողություն են իրականացնում դիվերսիոն գործողությունները կանխելու համար կրակոցների տակ ու զինվորի կյանքի գնով ուժեղացվել են մարտական դիրքերը։ Մերոնք հետևում են հակառակորդի տեղաշարժին, որն ակտիվանում է հատկապես գիշերային ժամերին։ Սուրեն Արեանի ռեպորտաժը հայ-ադրբեջանական սահմանից։ Իջևանից դեպի Շամշադին տանող շրջանցող ճանապարհի ողջ երկայնքով պատրաստված են նման պաշտպանիչ շպատ, որպեսզի ադրբեջանական դիպուկահարները չկարողանան խոցել տարածքով անցնող հայ խաղաղ բնակիչներին։ Հենակետեր տանող ճանապարհն ամբողջությամբ գտնվում է ադրբեջանական զինուժի մի քանի կրակակետերի հսկողության տակ։ Իրանց բալանն է։ Այս տակը մեր բալանն է, այս էլ մեր արևը։ Սահմանի ամբողջ երկայնքով իրականացված են հնարավոր ինժեներական աշխատանքները, որպեսզի հակառակորդը չկարողանա դիվերսիոն գործողություններ կատարել։ Խրամատներում հերթապահում են 24 ժամ, ուժեղացված ռեժիմով։ Դիտարկում եմ հակառակորդի դիտակետերը, հիմնականում հիմա այս պահին շարժ չկա։ Այս ժամերին հիմնականում հակառակորդի կողմից շարժ չի նկատվում։ Հիմնականում շարժը լինում է գիշերը։ Ապրիլմեկյան դրությունների ընթացքում որևէ շարժ նկատել եք։ Ճիշտ այդպես, նկատել եմ հակառակորդի կողմից շարժեր, հիմնականում ուժեղացված է իրանց բոլոր դիրքերը, հանվել է դիպուկահարներ, զգոն հետևում ենք մարտադաշտին։ Մարտական դիրքը կառուցվել է հակառակորդի կրակի տակ զինծառայող Հրանտ Պողոսյանի կյանքի գնով։ Դիրքի կառուցումը կենսական անհրաժեշտություն էր եւ այն այժմ թույլ է տալիս վերահսկել ադրբեջանական մի քանի հենակետ։ Հիմա մենք գտնվում ենք հակառակորդի կրակի տակ, հեսա մի 2 րոպեով կբացենք, որպեսզի երևա իրանց մարտական դիրքերն են, գյուղնա, ոչ մի բան չի բացառվում, միշտ պատրաստ ենք զգոն, պատրաստ ենք ամեն ինչի։ Ապրիլմեկյան դեպքերի ժամանակ հակառակորդի կողմից կրակոցներ չեն եղել, բայց կուտակումներ են եղել, տեխնիկայի շարժեր նկատվել։ Հակառակորդի մի քանի գյուղ հայ զինվորների հսկողության տակ է, բայց դիրքապահները խաղաղ բնակիչների ուղղությամբ չեն կրակում։ Սուրեն Արայենց, Արման Ղարիբյան, Տավուշ։ Արարատի մարզի Արմաշ գյուղի ճանապարհին պաշտպանության նախարարության Ուրալ մագնիշի ավտոմեքենան գրորվել է ձորը, կա 1 զոհ եւ 6 վիրավոր, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Մեքենայում 11 զինծառայող է եղել, տեղեկությունը տարածել է քննչական կոմիտեն։ 44 հերոսներ, որոնք զոհվեցին հանուն հայրենիքի, այսօր Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է ապրիլի 2-ից 8-ը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների անունները։ Երկս կիսեմ քեզ հետ, վեր կաց եղբայրին։ Ցավը կիսենք մեկտեղ, սառած մարմնիդ ես հուր կդամ։ Իսկ երկերին թևեր գտամ ու քեզ տանեմ մեր սարերով ու քեզ։ Հավերժ փառք մեր հերոսներին։ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է շուրջօրյա գործող հեռախոսահամարներ, որոնց միջոցով քաղաքացիները կարող են պարզաբանումներ ստանալ զինծառայողների առողջական վիճակի, զինանձնակազմի, զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների, լրատվամիջոցների հետ կապված հարցերի վերաբերյալ։ Այրվածքաբանության ու ակնաբուժական կենտրոններ տեղափոխված վիրավոր զինվորների առողջական վիճակը կայուն է, հետվիրահատական բարդություններ չկան։ Այսօր առողջապահության նախարարին զեկուցել են բժիշկները, իսկ զինվորները վստահեցրել, հենց ապաքինվեն, կրկին առաջնագիծ են վերադառնալու։
Ճառագայթային բժշկության եւ այրվածքաբանության կենտրոնում գտնվող երկու վիրավորների հիվանդասենյակում այսօր առավոտից մարդը շատ է։ Այցելուն էլ առողջապահության նախարարն է։ Արմեն Մուրադյանը բժշկական անձնակազմին հանձնարարում է յուրաքանչյուր վիրավորին անհատական մոտեցում ցուցաբերել։ Ամեն ինչ ունեն դեպի պրոբլեմ չկա։ Աշիներով ամեն ինչ գործ մեկ երկու օր ցածրանալու հետո գնալով թեթևականորես։ Այրվածքներ ստացած փորձառու կամավորական Գևորգ Ազոյանը նախարարին գոտ է պնդում է, ամեն ինչ լավ է լինելու։ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն են տեղափոխվել 3 զինծառայողներ։ Անդրանիկ Աթալյանն արդեն ապաքինվում է, աչքից հեռացվել է 3 օտար մարմին, կատարվել է արհեստական ոսպնյակի պատվաստում, վիրավորը հետվիրահատական բարդություններ չունի։ Դավիթ Սահակյանը եւս աչքի բարդ վիրահատություն է տարել, աչքից հեռացվել է օտար մարմինը։ Որտեղ եք կապում։ Մոտեցողությունը վերականգնենք էլ գնաց։ Հեռանալուց առաջ նախարարը վերջին հանձնարարականները տվեց բուժանձնակազմին, իսկ վիրավորներին վստահեցրեց ամեն ինչ կարվի արագ ու բարձր մակարդակով։ Աղվան Ասոյան, ժամը լրատվական։ Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր Թադևոսյանը համոզված է, որ Ադրբեջանը պատերազմ չի ցանկանում, նրան ներքաշել են պատերազմի մեջ։ Կոմանդոսի կարծիքով Բաքվին ձեռնտու չէ պատերազմը, քանի որ Ադրբեջանը նստած է նավթի տակառի վրա եւ մի քանի ական նետելու դեպքում երկրի 40%-ը կվերանա։ Տեր Թադևոսյանը ենթադրում է, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ ռուսական զենք հանելով խաբել է Մոսկվային։ Ադրբեջան Միջազգային հանրությունը սկսում է հասկանալ, որ Ադրբեջանն անընդհատ ստում է։ Նրանք խաբեցին ռուսներին, վստահեցնելով, որ ժամանակակից զենքը չեն օգտագործի Հայաստանի դեմ։ Փաստ է, որ հերթական անգամ Ադրբեջանը ստոր քայլ է արել։ Ռուս քաղաքագետներն ասում են, թե ամենավատ վիճակում հայտնվել է Ռուսաստանը։ Հայաստանը ռազմավարական դաշնակիցն է, Ադրբեջանը գործընկերը։ Պահպանում են հավասարություն, բայց դա գործում է Ռուսաստանի դեմ։ Վերջին օրերին ադրբեջանցիների իրականացրած վայրագությունները հայ փորձագետները դժվարությամբ են համեմատում նույնիսկ 1992 թվականի հետ։ Նրանք կոչ են անում համախմբել ուժերը եւ բարբարոսների ոճրագործությունները ներկայացնել միջազգային կառույցներին։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքներն ու խաղաղ բնակչության դեմ հանցագործությունների փաստերն ուսումնասիրելու համար ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը եղել է մարտական գործողությունների վայրում։ Լարիսա Ալավերդյանի խոսքով այն, ինչ տեսել են, վկայում է Ադրբեջանի ահաբեկչական գործողությունների մասին։ Ադրբեջանը լինելով ճանաչված պետություն, պահում է իրեն որպես ահաբեկչական խումբ։ Մարդու իրավունքների առաջին պաշտպանը հատուկ ուշադրություն է հրավիրում խաղաղ բնակիչների, ծերերի ու երեխաների դեմ իրականացված բռնություններին, դպրոցների գնդակոծմանը։ Լարիսա Ալավերդյանի համոզմամբ հայկական կողմը փաստերը նախ պետք է ներկայացնի Եվրոպայի խորհրդին։ Մեկ սպանված երեխա եւ 2 վիրավոր այս բոլորը ունեն հասցեատերեր եւ դա միայն UNICEF-ը չի։ Դպրոցի երեխաների ու զինվորների վրա Ադրբեջանը կրակեց Ռուսաստանից գնած զենքով, որը երբեմն չգործեց։ Ադրբեջանցիների ռազմական ցածր պատրաստվածության հետևանքով, համոզված է ազատ դեմոկրատ Անուշ Սեթրակյանը։ Արցախի վրա հարձակումը ադրբեջանական երկարատև պլանավորված քաղաքականություն էր, կարծում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Եթե բանակի դիմադրությունը չլներ, այսօր պատկերացնում եք ինչ աղետալի վիճակ էր։ Լևոն Շիրինյանը վստահ է, Ադրբեջանի ագրեսիան բորբոքեց Թուրքիան, հակառակորդը պարզապես գործիք էր։ Բանախոսների համոզմամբ Ադրբեջանի սանձահարած մեր զինվորները գործով ապացուցեցին, որ պաշտպանության բանակը տարածաշրջանի ամենամարտունակ ու պատրաստված ռազմական միավորն է։ Այդա Կարապետյան, Գրիգոր Գևորգյան, ժամը լրատվական։ Արցախ են մեկնում նաև եզդի և ասորի կամավորականների ջոկատները հանուն Արցախի պաշտպանության կամավորագրվելու նոր հայտեր են ստացվում աշխարհի եզդիներից։ Ադրբեջանական ագրեսիայի դեմ Հայաստանի ազգային փոքրամասնությունների գործողություններն ու հայտարարությունները Աղվան Ասոյանի ռեպորտաժում։ Ադրբեջանի սանձազերծած քարոզիա մարտական գործողություններին արձագանքել են նաև եզդիական աշխարհասփյուռ կազմակերպությունները։ Գերմանիայում, Կանադայում եւ Շվեդիայում գտնվող եզդիական կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել Արցախին։ Կային մի քանի հոգի, որոնք պատրաստ էին գալ եւ լինել հայ ժողովրդի կողքին, ոչ միայն իրենց արձագանքները, ոչ միայն իրենց դատապարտելու խոսքերով։ Եզդի համայնքի ներկայացուցիչները համոզված են, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները պետք է մասնակցեն Հայաստանում տեղի ունեցող բոլոր գործընթացներին։ Աշխարհի եւ Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի խոսքով կամավորականների մի քանի ջոկատ արդեն մեկնել է շփման գիծ։ Մենք ոչինչ չենք վախենալու։ Մենք պատերազմ հրահրողների դեմ պատրաստ ենք կռվելու
մեր զորքով, մեր տաներով։ Արցախում են նաև ասորական համայնքի ներկայացուցիչները, 16 կամավորներ են, մոտ 7 տասնյակն էլ ծառայում է զինված ուժերում։ Եվ այսօրվա դրությամբ նաև պատրաստ են 60 հոգի հերթագրվել են Դվինում, Արզնիում, Շահրիարում, Հոկտեմբերյանի նոր արտագերսում եւ բոլորը պատրաստ են ու սպասում են հրամանի։ Եզդիական ու ասորական համայնքի ներկայացուցիչները վստահ են, որ միջազգային հանրությունը պետք է հետևողական լինի Ադրբեջանի ռազմական հանցագործություններն անպատեժ չթողնելու համար։ Աղվան Ասոյան, Արմեն Շահոյան, ժամը լրատվական։ Քարերապատերազմում զոհված զինծառայողների և նրանց ընտանիքների վարկային պարտավորությունները զրոյացնելու նախաձեռնությանը միացել է ևս երկու բանկ Ագբա Կրեդիտ Ագրիկոլը և ՎՏԲ Հայաստանը, որը չեղյալ է հայտարարել նաև անհետ կորածների վարկային պայմանագրերով նախատեսված պարտավորությունները։ Հայաստանի գործարարների միությունն էլ հայ գործարարներին կոչ է արել միանալ Արցախի ավերված գյուղերը վերականգնելու ծրագրերին։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ապրիլի 9-ին ժամը 19-ին Կասկադ համալիրում բացօթյա համերգ կտա և կանցկացնի դրամահավաք զինվորիս հետ խորագրով ի նպաստ Արցախի պաշտպանության բանակի և պատերազմից տուժած բնակչության։ Եվ այժմ ծանոթանանք, թե շաբաթ կիրակի ինչ եղանակ է սպասվում Հայաստանում և Արցախում։ Բարի երեկո, Լիլի, խնդրեմ։ Շնորհակալություն, բարի երեկո։ Հայաստանում և Արցախում հանգստյան օրերին եղանակային հստակ փոփոխություններ են սպասվում։ Շաբաթն ամենուրեք կանցնի փոփոխական անպամացությամբ և առանց տեղումների։ Կիրակի մեզ կմոտենա հերթական տեղումնաբեր ցիկլոնը։ Այն կգա հարավից և շրջանների մեծ մասում կդիտվեն կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամուշ գնացում վարկյանում 15-ից 20 մետր։ Օդի ջերմաստիճանը կիրակի կեսօրին կնվազի 4-ից 5 նիշ, այնուհետև նույնքան կբարձրանա և հաջորդ օրերին էականորեն չի փոխվի։ Ինչ սպասել այս գիշեր։ Շրջենք նախ Հայաստանի մարզերում։ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում կդիտվի 1-ից 6 աստիճան։ Վայոց ձորի նախալեռներում սպասվում է 6-ից 11, Արագածոտնի նախալեռներում 6-ից 10, Լոռիում 2-ից 5 աստիճան։ Տավուշում այս գիշեր կդիտվի 4-ից 9, Արարատում, Արմավիրում 6-ից 11, Սյունիքի հովտային շրջաններում 7-ից 12 աստիճան։ Սյունիքի նախալեռներում այս գիշեր ջերմ կլինի 2-ից 7 աստիճանով։ Արցախում նմանապես շաբաթ սպասվում է փոփոխական եղանակ, կիրակի տեղումներ անձրևի տեսքով։ Այդուհանդերձ առաջիկա օրերին կդիտվեն բացառապես դրական ջերմաստիճաններ։ Մարտակերտում այս գիշեր պետք է սպասել 10, կեսօրին 17 աստիճան։ Ասկերանում գիշերը սպասվում է 7, ցերեկը 15 նիշ։ Մարտունիում գիշերը կդիտվի 9, կեսօրին 19 աստիճան։ Հադրութում այս գիշեր սպասվում է 9, ցերեկային ժամերին 14։ Բերձորում գիշերը կդիտվի 6, ցերեկը 17։ Քարվաճառում այս գիշեր սպասվում է մինչև 2, կեսօրին 15 աստիճան։ Եվ Ստեփանակերտում կանխատեսվել են դրական 0-ից բարձր ջերմաստիճաններ, գիշերը 8, ցերեկը 18։ Վերադառնանք Երևան, այս գիշեր մեզ մոտ սպասվում է 9-ից 11 աստիճան տաքություն, ցերեկային ժամերին կդիտվի 22-ից 24, երեկոյան 17-ից 19 աստիճան։ Մայրաքաղաքը բացառություն չէ, մեզ մոտ նույնպես շաբաթը կանցնի առանց տեղումների։ Կիրակի պայմանավորված մոտեցող ցիկլոնով կդիտվեն կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամուշ գնացում վարկյանում 16-ից 18 մետր։ Ըստ վերջին և նախնական տվյալի տեղումնաբեր ցիկլոնը մեզ հետ կմնա առնվազն 3 օր։ Եղանակի մասին այսքանով ներկայացված է հնարավոր ամենը։ Այժմ օրվա կադրը առաջնագծից։ Ժամը ներկայացնում է անցած գիշեր ադրբեջանցիներին լռեցրած հայ մարտիկների խրոխտ երգը։ Հայ զինվոր, քեզնով մեր թիկունքը ամուր է, ոգին անպարտ։ Որքան պետք լինի, կկռվենք այսպես, հայազգի համար ախտեր սույես, որքան պետք լինի, կկռվենք այսպես, հայազգի համար ախտեր սույես։ Եվ վերջին թեմատիկ անդրադարձը մարզաշխարից։ Բորուսիա Լիվերպուլ խաղում Հենրիխ Մխիթարյանը մարզադաշտ է դուրս եկել հայկական եռագույնի թևակապով։ 1-1 հաշվով ավարտված խաղից հետո Մխիթարյանը Facebook-յան իր անձնական էջում գրել է. «Այսօր մտքերով հայրենիքիս հետ էի»։ Անամպ երկինք բոլորիս։
Շնորհակալություն Լիլի, հիշեցնեմ, որ այսօր Արցախում լռության ռեժիմ է, որի ընթացքում կողմերը պետք է իրականացնեին դիակների որոնման աշխատանք, պայմանավորվածությունը սկսել է գործել ժամը 15-ից եւ պետք է շարունակվեր մինչեւ 20-ը եւ վերջին տվյալով այս պահին իսկ այդ լռության ռեժիմը խստորեն հարգվում է։ Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը, հետևեք լրատվությանը Արմենիայի եթերում։ Տեսություն։